Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա տեղական միջազգային մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2025 թվականի ապրիլի 1-ից Հայկ Նազարյանը վարչապետի որոշմամբ 3 տարի ժամկետով դարձավ Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Օրաթերթը տեղեկացավ, որ Նազարյանն Իրանում պահելու համար ՀՀ կառավարությունը կլորիկ գումարներ է հատկացնում։ Ըստ կառավարության ներկայում Իրանի հետ քննարկվում է համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու տարբերակներ, ինչպես նաև գործընթաց Հայաստանից դեպի Իրան սերտիֆիկատով արտահանումը դյուրացնելու գործընթացը։ Ուստի անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար Իրանում ունենալ առևտրային կցորդ։ Կառավարությունը կանխատեսում է, որ կցորդի հաստիքի ստեղծումը դրական կազդի հայաստանյան տնտեսության վրա, իրանցի ներդրողները հետաքրքրություն կցուցաբերեն Մեղրի ազատ տնտեսական գոտու եւ կառուցվող ինժեներական քաղաքի նկատմամբ։ Ձևակերպումները հիշեցնում են ձախողված անիվ հիմնադրամի տխուր եւ կոռուպցիայով հարուստ պատմությունը։ Այս ամենը ապահովող անձի Հայկ Նազարյանի բնակության սննդի ուսման ծառայողական մեքենայի համար գործադիրը հատկացնում է 28 միլիոն դրամ, գրեթե $76,000։ Հրապարակ օրաթերթը գրում է. Չնայած իշխանությունը հետևողականորեն առաջ է մղում այն քարոզչական թեզը, որ հայաստանյան ընդդիմությունը մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցվածները ռուսամետներ են ու նրանց նպատակը Հայաստանը գուբերնիա ծայրագավառ դարձնելն է, սակայն ռուսական իշխանությունը մերձ աղբյուրները հայտնում են, որ իրականում Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել ներհայաստանյան ներքաղաքական գործընթացների նկատմամբ եւ այլևս քաղաքական էմիսարներ չի գործուղում Հայաստան, իսկ Հայաստանից մեկնած եւ դաբրո ակնկալողներին էլ կուլտուրական մերժում են։ Թերևս նաև սրանով է պայմանավորված, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում ԱՄՆ-ին ուղղված ռևերանսներ կային։ Հիշեցնենք, որ Քոչարյանն առաջարկում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթուղթը ոչ թե չեղարկել, այլ ավելացնել Հայաստանի Հանրապետության համար շահեկան կետեր, փոխել բանակցությունների բնույթն ու փորձել շահած դուրս գալ այն հետաքրքրությունից, որ դրսևորում է ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում։ Հետաքրքիր է, որ այս ասուլիսից հետո բավական անհանգստացած էին նաև սորոսական արևմտյան, այսպես գործակալական ցանցի շրջանակները, որոնք կապ ունեն նաև Միացյալ Նահանգների դեսպանատան հետ, եւ որքանով որ ես ստացել եմ տեղեկություններ, այդ մարդիկ ամեն բան արել են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքը, առաջարկը մամուլի ասուլիսում չհասնի Վաշինգտոն, ինչու նպատակը այն է, որ չփլվի այն քարոզչական պատկերը, որ իրենք ստեղծել են այս տարիներին, այն է, որ Նիկոլ Փաշինյանից դուրս բոլոր քաղաքական միավորները, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը, դրանք ռուսական գործակալական շրջանակներ են եւ առաջ են մղում Ռուսաստանի շահերը, եւ ահա Ռոբերտ Քոչարյանի խոսքը պիտի փլեր նաեւ այս քարոզչական թեզը, որովհետեւ այդ առաջարկը կարծում եմ հետաքրքրելու է Միացյալ Նահանգներին։ Մյուս կողմից ինչ որ առումով համաձայն չեմ հոդվածագրի հետ, որ դա զուտ ռևերանսներ էր ԱՄՆ-ի նկատմամբ բալանսավորելու իբրև թե Ռուսաստանում ունեցած կորուստներ, իրականում սա Հայաստանի շահից բխող առաջարկ էր, որը հնարավորություն է տալու Հայաստանին չմերժելով Միացյալ Նահանգներին, չմտնելով այդ մերժումից եկող հետևանքների ռիսկի տակ, ստեղծել հնարավորություններ Հայաստանի համար, մեկ իրականում ստանալ ճանապարհ, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը, եւ երկրորդ ստեղծել հնարավորություն այդ պայմանավորվածություններից որոշակի հետ քայլ անելու, ոչ թե հրաժարվելու, որոշակի հետ քայլ անելու կամ ժամանակ շահելու։ Սա կարծում եմ հետաքրքիր առաջարկ է եւ եթե առաջարկը հասնի Վաշինգտոն, եթե այդ գործակալական ցանցը չաշխատի այստեղից զեկուցագրեր դեսպանատան կողմից զեկուցագրեր ուղարկելու վրա, ապա կարելի ասել, որ Միացյալ Նահանգներում կհասկանան, որ Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք Հայաստանի շահից ելնելով պատրաստ են նաև որոշակի համագործակցության։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. հայկական ֆուտբոլում հերթական աղաղակող դեպքն է արձանագրվել, վերածվելով խայտառակ նախադեպի, որը վտանգի տակ է դնում ոչ միայն ֆուտբոլի հեղինակությունը, այլև մանկապատանեկան սպորտի հիմքերը։ Անի 2014 եւ Աբովյան 2014 թիմերի միջև կայացած հանդիպման ընթացքում, ինչպես ԱՆԲԼՈՒ-ը հայտնել էր, Անի ակումբի մարզիչն ու անվտանգության աշխատակիցները ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին։ Այս խայտառակ միջադեպը ոչ թե ցնցեց, այլ կարծես անտարբեր թողեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին շրջանում Հայաստանում ֆորումներից, համաժողովներից ու գագաթաժողովներից աչք չի բացում կառավարությունը։ Առաջիկայում 2025 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին զբոսաշրջային միջազգային ցուցահանդես համաժողովը։ Պաշտոնական հայտարարության ֆորումը դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձևավորվում են նոր հնարավորություններ եւ բազում համագործակցություններ։ Այս ֆորումի համար էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 75 միլիոն դրամ։ Միջոցառման կազմակերպման ամենաթանկարժեք ծառայությունը հյուրասիրությունն է, սննդի կազմակերպման համար հատկացվել է 30 միլիոն դրամ, որը ամբողջ հատկացման գրեթե 40%-ն է։ Իշխանությունները այս ֆորումներով, համերգներով, միջազգային միջոցառումներով իհարկե առաջին հերթին զբաղեցնում են հանրությանը, կտրելով իրականությունից։ Իհարկե պետք է նաև նկատել, որ միջազգային ֆորումներ, համաժողովներ, գագաթաժողովներ վատ չեն, որ պետությունում տեղի են ունենում, բայց երբ կառավարության ամբողջ նպատակը դառնում է դա, ապա հասկանալի է դառնում, որ ժողովրդին տեսարաններով խաբելու գործընթաց է առաջ մղվում։ Շատ լավ է, որ միջազգային ֆորումներ են կազմակերպում, բայց շատ վատ է, որ իրենց միակ հիմնական նպատակը ֆորումներն ու ֆորումներից եկող գովազդն են, իրենց քաղաքական գովազդը, ոչ թե արդյունքները, որովհետև մենք դեռևս Հայաստանի համար դրական արդյունքներ չենք տեսել այդ բազմաթիվ ֆորումներից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, Ամերիկա բնակ հրեա հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքերը 3 ժամեր շարունակ իշխող ԿՊԱ-ականները շրջանառում էին իրավապահներին փաստացի հրահանգելով կալանավորել փաստաբանին, ով ելույթ էր ունեցել Հայաստանի դեմ։ Իսկ ինչ էր ասում ամերիկացի փաստաբանը։ Հայաստանի նկատմամբ հարձակում են գործելու ամեն օր, մինչև Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական շրջանակները խնդիր են դրել իրենց նոր թիրախին կալանքի տանել։ Թեև փաստաբանը հետագայում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է միջազգային իրավական եւ քաղաքական ճնշման գործիքներին, ոչ թե ֆիզիկական գործողություններին, սակայն ՔՊ-ի падգամավորներն ու նրանց հարող ՀԿ-ները մեկնաբանել են արտահայտությունը որպես հակապետական սպառնալիք։ Նկատենք, որ ձեռագիրը նույնն է, ինչպես բարերարի դեպքում Նիկոլ Փաշինյանը գրեց, թե բարերարը ասել է կմիջամտեմ եւ այդ բառի վրա կառուցեց մեղադրանքը։ Նույն փաստաբանի դեպքում է։ Փաստաբանն ասում է. կհարձակվենք Հայաստանի վրա եւ շարունակում բացատրել ինչպես, իսկ ՔՊ-ն սկսեց տարածել, թե փաստաբանն ասել է Հայաստանի դեմ գրոհելու ենք, ուրեմն պետք է պատժվի։ Հրապարակ թերթը գրում է. ամիսներ շարունակ եթեր չհեռարձակվող Երկիր մեդիա հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսի աշխատանքները ամենայն հավանականությամբ նոյեմբերից։ Հեռուստադիտողին այն հասանելի կդառնա կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը 1 տարի առաջ զրկել էր հեռուստաեթերից։ Երկիր մեդիայի վերահեռարձակման նախաձեռնությունը Հույդա ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանինն է։ Հավանաբար ընտրություններին ընդառաջ դաշնակցականները փորձում են քարոզչական հարթակ ստեղծել իրենց համար։ Կփոխվի նաև ղեկավար կազմը, նախկին տնօրեն Բագրատ Եսայանից դժգոհ են։ Հեռուստաընկերության տնօրինությունը կստանձնի Հույդա հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը, լուրերի բաժնի խմբագիր կնշանակվի Երկիր AM կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Դեսայանի էջում գրառում էր արել, որ բովանդական եւ ծրագրային թարմացման տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես դադարեցվում է Երկիր մեդիա հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։ Ինչևէ, շատ ուրախ ենք, որ Երկիր մեդիան վերականգնում է իր եթերը, կարելի ասել, որ միակ հեռուստաընկերությունն էր, որ բավական հետաքրքիր ազգային բովանդակություն էր տալիս, հուսանք հենց այդ տրամաբանության մեջ էլ կվերադառնան եթեր։
Իրավունք թերթը գրում է. իշխանական կուլիսներից ասում են, որ Վաղարշապետի քաղաքապետի ԿՊԱ-ական տեխնացու Արգիշտի Մեխակյանին հանձնարարվել է հետաքրքրվել, թե ինչպես կընդունեն բուն էջմիածինցիները ոչ բռնի թավշյա ակցիա կազմակերպելը վեհապարի դեմ։ Վերջինս միանգամից պատասխանել է, որ վստահաբար բացասական, բայց Փաշինյանը պնդել է թող հետաքրքրվի, որովհետև իրեն ոչ թե իր, այլ էջմիածինցիների կարծիքն է կարևոր։ Ես գրեթե բացառում եմ, որ Արգիշտի Մեխակյանի նման կերպարը ինչ-որ Փաշինյանին հակադարձեր կամ ասել էջմիածինցիները դեմ են, Արգիշտի Մեխակյանը վստահաբար այդ հարձակման ժամանակ առաջին հարձակվողներից է լինելու վեհարանի ուղղությամբ։ Թե քարոզչական, թե ֆիզիկական հարձակում եթե լինի, այս մարդը չմոռանանք ուրացավ անգամ իր հոր ժառանգությունը, եթե այդպեսին իհարկե եղել է։ Ես չեմ ճանաչում, կենսագրության ծանոթ չեմ, հրապարակային բաց աղբյուրների վրա հիմնվելով եմ ասում։ Եվ օրերս հայտարարեց, որ իր հայրը պատերազմից վերադառնալուց հետո իր պապին ասել է, որ հողերը արդեն պիտի հանձնվեն։ Փաստորեն մարդը ասում են մասնակցել է ազատագրական պայքարին, ազատագրելով Ջաբրայիլը, որտեղ իր անունով բնակավայր է եղել, իր անունով ավելի շուտ, Մեխակավան, եւ մարդը փաստորեն տեսել է, որ իր անունով բնակավայր են անվանակոչում ու հասկացել է, որ դա պետք է հանձնվի ու հորը այն գլխից ասել է եւ պապն էլ որպես երևի գիշերային հեքիաթ Արգիշտի Մեխակյանին ամեն գիշեր պատմել է, որ բա գիտես, հայրդ ասում էր, որ հողերը պետք է հանձնվեն։ Ես զարմանում եմ, թե այս նման դաստիարակություն ստացած Արգիշտի Մեխակյանն ինչու հողերի հանձնման նախաձեռնություն չէր սկսում 18-ից առաջ։ Չէ՞ որ հայրը իրեն պատվիրակել էր, այսպես ժառանգել էր այդ գաղափարախոսությունը, որ հողերը պիտի հանձնվեն։ Դե բա այդ գաղափարախոսությունը թող առաջ տաներ։ Հրապարակ թերթը գրում է. օրերս տեղեկացանք, որ ԱԺ-ԿՊԱ-ական падգամավորները կմեկնեն Թուրքիա, ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-ից 20-ը Ստամբուլ գործուղել ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյան, Լիլիթ Մինասյան, Արթուր Հովհաննիսյան, պատվիրակության քարտուղար ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի Հակոբյանին։ Մարիամ Հաջի Հակոբյանը ԱԺ փոխնախագահ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստան ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵԱԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր պատգամավորներ։ Մինչդեռ այս պատվիրակության կազմում են պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը։ Ես այս անուններից շատերին չճանաչեցի, ես վստահ եմ միայն Մարիա Կարապետյանը Ստամբուլում կհիշի իր երիտասարդ տարիներին լավ օրերը թուրք երիտասարդների հետ, այս առումով կարծում արժանի ներդրում է կառավարության պետական բյուջեի հաշվին։ Մինչ անցնենք պոլիտիկայի մի հոդվածի քննարկման, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել զանգակի կոճակը, որպեսզի նոր հաղորդումների պարագայում հաղորդագրություններ ստանաք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների դաշտում։ Անցնենք պոլիտիկայի մի հոդվածին։ Քաղաքական դաշտում բոլորը հասկանում են, որ սպասվող ընտրությունների ժամանակ որևէ ուժ 50+ ձայն չի ստանալու եւ անհրաժեշտություն է առաջանալու տարբեր ուժերի համագործակցության։ 50+ չի հավաքելու նաեւ իշխանությունը, ուստի իրենք էլ գիտակցում են, որ գործընկերների կարիք կունենան։ Անդիմադիր դաշտում շատ կարևոր է, որ ՔՊ-ի հետ համագործակցության բացառումը լինի կարմիր գիծ, որպեսզի որևէ ուժ անդիմադիր ձայներ չհավաքի, բայց ընտրություններից հետո միանալով Նիկոլ Փաշինյանին նորից չօգնի նրան վերարտադրվել։
Քաղաքական դաշտի հիմնական խաղացողները բացառում են Փաշինյանի հետ համագործակցությունը, սա բնականաբար դիրքավորում է, քանի որ Փաշինյանը եւ իր վարած քաղաքականությունը բնական դիրքավորում է, քանի որ Փաշինյանն ու իր վարած քաղաքականությունը դարձել են Արցախի կորստի հազարավոր զոհերի եւ Հայաստանի տարածքի կորստի պատճառ։ Փաշինյանի իշխանությունը հիմա իրականացնում է պրոթուրքական քաղաքականություն։ Սրանք բացառիկ հիմնավոր պատճառներ են, որոնք ստիպում են իրական ընդդիմադիրներին բացառել համագործակցությունը Փաշինյանի եւ նրա ուժի հետ։ Ահա այս ֆոնին Միքայել Մինասյանի հովանավորյալ Արման Թաթոյանի ստեղծած քաղաքական միավորի երկրորդ դեմքը ոչ միայն չի բացառում Փաշինյանի հետ համագործակցությունը, այլև պնդում է, որ ջանքերը պետք է մեկտեղվեն։ Մենք տարբերվում ենք մյուս քաղաքական ուժերից նրանով, որ ոչ թե մեր խոսույթի մեջ գերակշռում է այսօրվա իշխանությունների քննադատությունը, այլ ավելի շատ մենք ասում ենք ինչ ենք անելու, մեր առաջարկներն ենք ներկայացնում։ 24 News-ի հետ զրույցում հայտարարել է Թաթոյանի ստեղծած միավորի թիվ երկրորդ դեմքը Դավիթ Անանյանը։ Լրագրողի ճշտող հարցին, թե Նիկոլին դավաճան անվանելու եզրույթով հանդես չեն գալու, Անանյանը պատասխանում է. դա ոչ մի տեղ չի տանում։ Այդ պոստուլատային բաները, այդ պիտակները կպցնելը որևէ լավ բանի չեն հանգեցրել։ Նախկիններ ներկաներ խոսույթը վերացնելու ենք, արհեստական սև սպիտակ բաժանումները վերացնելու ենք եւ առաջարկում ենք միասին ջանքեր գործադրելով գնանք դեպի ապագա։ Ու համարյա թե ապագա կա ապագա։ Հետաքրքիր է Անանյանն ու Թաթոյանը Փաշինյանի հետ միասնական ջանքերով ինչ են պատրաստվում անել։ Պատրաստվում են համատեղ Փաշինյանի հետ գրկել Էրդողանի գիրկը։ Համատեղ շարունակելու են համարել Արցախը Ադրբեջանի մաս, համատեղ ուրանալու են ցեղասպանության զոհերի հիշատակը, համատեղ հարձակվելու են եկեղեցու վրա, ընդ որում Թաթոյանն ու Անանյանը կարող են ներսից հարձակվել եկեղեցու վրա։ Մյուս կողմից լավ է, որ Թաթոյանը այս պայծ արդեն տեղեկացնում է հանրությանը, որ հետընտրական փուլում կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանության հետ համագործակցության բացառումը իրենց համար կարմիր գիծ չէ։ Սա կարևոր արձանագրում է հասարակության համար, ընտրողների համար, որովհետև մենք իրավունք չունենք կրկնելու, օրինակ 2023 թվականի Երևանի հավաքանու ընտրությունները, երբ ընդդիմադիր խոսույթով, ընդդիմադիր հայտարարություններով մարդիկ ստացան ձայներ, հետո միացան Նիկոլ Փաշինյանի թիմին Ավինյանին քաղաքապետ կարգելու գործը առաջ տանելու համար։ Նրանցից ամենահայտնին, որի մասին հաճախ խոսում ենք եւ նաեւ նախընտրական փուլում ասում ենք, որ Արամ Զավենովն այդ Վազգեն Սարգսյանի եղբայրը որևէ պարագայում չի կարող համարվել ընդդիմություն եւ դա ապացուցվեց, եւ երկրորդը անակնկալ էր շատերի համար, իհարկե ինձ համար եւ կարծում շատ մեր հերոստատողների համար Դոգի ֆրակցիայի պահվածքը անակնկալ չէր, որտեվ Դոգի նման անսկզբունքային մարդը իհարկե պիտի ինչ-որ պահի գործարքի գնար։ Այդ պահին խիստ ընդդիմադիր ելույթներով էր հանդես գալիս, բայց ի վերջո իր երկու հավաքանները օգնեցին Ավինյանին դառնալ քաղաքապետ։ Հիմա այս ֆոնին շատ լավ է, որ Դավիթ Անանյանը, որը Թաթոյանի թիմի առանցքային դեմքերից է կամ դեմքն է, նման հայտարարությամբ է հանդես գալ։ Քաղաքացիները պիտի իմանան, որ քվեարկելով Արման Թաթոյանին, չէ՞ որ նրանք ասել են, որ մասնակցելու են ընտրություններին, նրանք պիտի վստահ լինեն, որ հետընտրական փուլում այս մարդիկ կարող են եւ ամենայն հավանականությամբ կմիանան Նիկոլ Փաշինյանին կամ կվերադարձնի Թաթոյանը Նիկոլ Փաշինյանի պարտքը, որը Փաշինյանը տվել էր 2016-ին, երբ լինելով ընդդիմադիր քվեարկում էր հանրապետականի թեկնածու Արման Թաթոյանի թեկնածությանը եւ նա ընտրվեց ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի։ Այդ պարտքը կվերադարձնի։ Մյուս կողմից այս մարդիկ աշխարհակաղակական առումով նույն տանիքի տակ են։ Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան, Միքայել Մինասյան, Դավիթ Անանյան եւ մյուս կողմից Դավիթ Անանյանը եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս, ՊԵԿ ղեկավար, ասում են նաեւ, որ նա այդ պաշտոնում եղել է Միքայել Մինասյանի քվոտայով։ Արման Թաթոյանը ՄԻՊ է աշխատել այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանի կողմից արված ամենավերջին հանցագործություններին կոնկրետ գնահատականներ չի տվել։ Երբ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր այն մասին, որ կա դատավոր, որ իմ ասածը չանի, Արման Թաթոյանը դա արդարացնողներից մեկն էր, ասում էր, դա քաղաքական հայտարարություն է, հա, չնայած ինքը մարդու իրավունքների պաշտպանն էր եւ պիտի կոնկրետ գնահատականներ տալ։ Եվ հետո Արման Թաթոյանը մտերիմ ասում են, հայտնի է, որ Միքայել Մինասյանի թեկնածուն է եղել,
16 թվականին իր հովանավորյալն է, մյուս կողմից Միքայել Միլանյանը նաև 2010-ից 18 թվականներին ամսական մոտ $50,000 ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանն, այսինքն շատ կապող բաներ կան, աշխարհակաղակական, գաղափարական, ֆինանսատնտեսական, հա, այնպես որ քաղաքացիները պիտի իմանան, այս մարդուն քվեարկում են համարյա Նիկոլ Փաշինյանն կամ նոր Արամ Զավենովնայի են քվեարկում։ Անցնենք միջազգային լուրերի եւ ամփոփենք։ ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեն խիստ մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացությունը։ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի 3-րդ կոմիտեի ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաև խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ նվաստացող վերաբերմունքների կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ինտենսիվ երկխոսության ժամանակ մշտական ներկայացությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ նվաստացող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր եւ բացարձակ վերացման ուղղությամբ։ Ես հիշեցնեմ, որ ՄԱԿ-ում այս մարդը խոսում է այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ կամ չցանկացավ Ադրբեջանի տեղ ունեցած վերջին բանակցությունների ընթացքում հետ ստանալ Հայաստանի քաղաքացիներին, անկախ նրանից մենք ինչպես ենք իրենց վերաբերվում, անկախ նրանից նրանք Ադրբեջանի ընկալմամբ հանցագործություն գործել են, թե ոչ, եւ դրա ամենավառ ապացույցը, որ հնարավոր էր դա անել, ցույց տվեց Համասը, Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված այդ կառույցը, որը պայքարում է պաղեստինցիների իրավունքների պաշտպանության համար Գազայի հատվածում, պատերազմի դադարեցման այս բանակցությունների ընթացքում իրենք հասան նրան, որ 20 թե 40 մոտ 40-ից մի փոքր ավել պատանների վերադարձի մասին, որ իրենք վերադարձնում էին Իսրայելին, դրա փոխարեն իրենք ստացան մոտ 2000 պաղեստինցիներ, որոնցից 250-ը Իսրայելի օրենքների համաձայն մեղադրվում են ծանր հանցագործություններ իրագործելու մեջ, այդ թվում բավական մեծ մասը դրանց, զգալի մասը դատապարտված են մեկից ավել անգամ ցմահ ազատազրկման, այսինքն մարդիկ են, որոնք պայթյուններ են ըստ Իսրայելի, պայթյուններ են իրականացրել, ահաբեկչական ակտեր են իրականացրել եւ այդ ակտերի ժամանակ, ասենք, մեկից ավել մինչեւ 5 տասնյակ մարդիկ էին զոհվել, իսրայելցիներ էին զոհվել։ Եվ անգամ այս պարագայում, նման մեղադրանքների պարագայում Համասը հասավ նրան, որ այդ 250 ծանր հանցագործության մեջ մեղադրվողներ եւ եւս 1700 այլ պաղեստինցիներ վերադարձվեցին հայրենիք։ Սա կոնկրետ ապտակ էր Նիկոլ Փաշինյանին իր կառավարությանը եւ մյուս կողմից ցույց է տալիս, որ կա երկու սցենար, կամ սրանք տգետ են եւ անգամ այդ պարզագույն բաները չեն կարողացել բանակցել, ի վերջո նրանց միջնորդն էր Թրամփը, Նիկոլի եւ Ալիևի միջնորդն էր, մոմբռնողն էր Թրամփը, կամ իրենց պետք չի, որ հայ ռազմագերիները վերադառնան Հայաստան։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կլինի Մոսկվայում, հաղորդում է Ալ-Հադաթ հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին։ Ֆրանսիայի կաբինետի նորանշանակ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն առաջարկել է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները, այդպիսով զիջումներ անելով սոցիալիստական կուսակցությանը, որն այլևս սպառնում էր կառավարությանը անվստահություն եւս մեկ քվեարկությամբ։ Այս մասին տեղեկացնում է Armen Press-ը վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին։ Մոսկվան գոհ է Երևանի եւ Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսել է Ռուսաստանի օգնությամբ, այս մասին Հայաստանի անկախության օրվա արդիվ այսօր 3 Մոսկվայում կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է Գալուզինը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցել 2022 թվականին Մոսկվայում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ծաղրել է Ռուսաստանին Եվրոպայի ափերի մոտ հայտնաբերված անսարք Սուզանավի համար։ Սլովենիայում ելույթ ունենալով նա հայտարարել է, որ միջերկրական ծովում Մոսկվայի ռազմածովային ներկայությունը 0-ի է հավասարվել, մնացել է միայն 1 խափանված Սուզանավ, հաղորդում է Euronews-ը։ Հիմա ըստ էության միջերկրական ծովում գրեթե չի մնացել ռուսական ռազմածովային ներկայություն, միայնակ ու խափանված ռուսական Սուզանավ է բարեկությունից հետո կաղալով տուն վերադառնում։ Որքան է դա վերաբերվում Թոմ Քլենսի 1984 թվականի Որս կարմիր հոկտեմբերի հետևից վեպից, այսօր դա ավելի շատ նման է մոտակա մեխանիկայի
մեխանիկի որոնմանը, նշել է Ռյուտեն։ Այսօր այսքանն էինք առանձնացրել միջազգային տեղական մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։